Ողջույն սիրելի հետևորդներ, հայկական երկրորդի եթերում պրոֆակտն է։ Հայ առաքելական Սուրբ եկեղեցու վրա է ադրբեջանա-թուրքական բաշիբոզուկների եւ Հայաստանի դեֆակտո իշխանության հերթական ծրագրված հարձակումը։ Պարզ մի պատճառով թուրքերը հայկականության վերացման ջատագովն են եւ սա հասկանալի է։ Ինչի կամ ում ջատագովն է հայկական կոչվող իշխանությունը, որը ոտնատակ տալով սեփական երկրի սահմանադրությունը կոչ է անում իր ագրեսիվ փոքրամասնությանը պատերազմ սկսել Սուրբ Էջմիածնի դեմ։ Աղանդների հանդեպ պետության տևական հանդուրժողականությունը սխալ էր արդյոք եւ առաքելական եկեղեցու յուրաքանչյուր հետևորդ ինչպես կարող է պաշտպանել իրեն, իր եկեղեցին եւ իր վեհապառին։ Փաստերն ու իրավիճակը պրոֆակտի տաղավարում քննարկում ենք Արմեն Մանվելյանի հետ։ Արմեն Մանվելյան, պատմական գիտությունների թեկնածու միջազգայնագետ, 4 գիտական մենագրության 100-ից ավել գիտական հոդվածների հեղինակ տպագրված Հայաստանում եւ արտասահմանում։ Գիտական հետաքրքրությունների շրջանակը, էներգետիկ աշխարհաքաղաքականություն, միջազգային անվտանգություն, Հայաքվե միավորման վարչության անդամ։ Բարի երեկո, պարոն Մանվելյան, շնորհակալ եմ, որ ժամանակ գտաք, մեր տաղավարում եք։ Ես եմ շնորհակալ հրավերքի համար։ Պարոն Մանվելյան, ամեն օր առավոտյան արդեն այսպես սովորական կարծես օրը սկսելու ձև է դարձել, հասկանալ, թե ինչ սարսափելի իրավիճակում ենք մենք, որ մեկ քայլ ևս մոտենում ենք առաջինը քրիստոնեություն ընդունած ազգից, առաջինը քրիստոնեությունից հրաժարվող ազգի այս նշաձողին։ Ինչ է նշանակում Հայաստանի Հանրապետության դեֆակտո վարչապետի այս արշավը, ինչին է միտված եւ ինչպես եք մեկնաբանում, որ հետքը ուղիղ Ադրբեջանից է գալիս, այսինքն այս պայմանին են համաձայնվել։ Նայեք, ինքը իրական շատ խորքային պրոբլեմատիկա ենք մենք բախվել, որի պատճառը հենց սրանց վարած են քաղաքականություն, որը բերել է որոշակի քաղաքական, տենց ասեմ, աշխարհաքաղաքական ավելի ճիշտ կլինի ասել, փակուղու։ Այս փակուղու մեջ գտնվող նրանք ամեն ինչ անում են կենթանի մնալու համար, այսինքն այն որ ասում են սեփական սատկելը, որ գալիս է սկսում են ոռնալ, հիմա մոտապես այս վիճակն է։ Եվ հարձակվում են բոլոր այն ուժերի եւ կողմերի վրա, ովքեր որ կարող են դեռ դիմադրություն ցույց տալ Հայաստանում։ Նայեք, իրականում ինչ է կատարվում այս այսպես կոչված եկեղեցու դեմ սկսած սրանց արշավի նպատակը որն է։ Նախ սկսենք իրենց բարոյական կերպարից, գաղտնիք չէ, որ մենք գոյություն ունենք սրբապիղծ բավականին գարշահոտ անձնավորությունների հետ, որոնք արդեն 7 տարի է մենք հանդուրժում ենք իշխանության։ Այս մարդիկ պատահական չեն եկել, ոչինչ պատահական չեն անում եւ սկսած Արցախի հանձնումից հիշում եք Արցախ Հայաստանը եւ վերջ գոռալով Արցախը կամաց հանձնելու սենց քաղաքականություն, իսկ հիմա բարձրաձայն գոռում են, որ Արցախը Ադրբեջանն է եւ վերջ։ Ու այս քաղաքական կուրսը իրենք շարունակում են անընդհատ եւ հիմա իրենք ունեն մի խնդիր ներքաղաքական լուծելու։ 1 տարի հետո ընտրություններն են։ Իրենց գեր նպատակը այդ ընտրություններում վերընտրվելն է կամ իշխանությունը պահել, որտեղ իրանք հասկանում են, իրանք պետական հանցագործներ են, դավաճաններ են, եւ դավաճան պետական հանցագործներ ամեն կերպ կարող են խուսափել դատարանի առաջ կանգնելուց, եթե շարունակեն իշխանությունը պահել։ Եթե կամ չլինի պետություն։ Եվ կամ չլինի պետություն, երկուսից մեկը, երկուսն իրենք ձեռնտու է։ Հիմա քանի որ իրենց լավագույն տարբերակը շարունակաբար մնալ իշխանությանն է, նրանք ստիպված են գնացել իրենց միակ տերերի մոտ, Էրդողանի եւ Ալիևի, խնդրում են նրանցից հնարավորություն ստորագրել Հայաստանի կապիտուլյացիոն, այսպես կոչված փաստաթուղթը, որ իրանք կոչում են խաղաղության փաստաթուղթ, իրականում դա կապիտուլյացիոն փաստաթուղթ է, որպեսզի Հայաստանը հանձնեն Ադրբեջանին եւ Թուրքիային, իսկ ժողովրդին խաբեն, ասեն, տեսեք, մենք խաղաղություն ենք բերել եւ մնան իշխանության։ Հիմա քանի որ Ադրբեջանի պահանջները շատ խիստ են, ինքը ամենահիմնական պահանջներից մեկը դա սահմանադրության փոփոխությունն է։ Գնալ սահմանադրական փոփոխության սրանք չեն կարող։ Եվ հետեւաբար, ինչքան մենք ենք հասկանում, վերջին հանդիպման ժամանակ, որ եղել է Ալբանիայի մայրաքաղաքում, սրանք խնդրել են, աղաչել են Ալիևին հանի սահմանադրական փոփոխությունների պահանջը, բայց պատրաստ են այլ պահանջներ կատարելու։ Եվ եթե նկատել եք վերջին շրջանում Ադրբեջանը չի խոսում, այդ պահանջը կարծես թե
չեն բարձրաձայնում, ինչպես նախկինում սահմանադրական փոփոխությունների պահանջը։ Փոխարենը պահանջել են հայաստանյան առաքելական Սուրբ եկեղեցու, ասենք ասեմ, լուծարումը։ Դե դա ինչ ձևով կկատարվի իրանց համար էական չէ, բայց իրենք դա իսկապես այդ պահանջը դրել են։ Եվ հիշենք, որ այս հարցակումը եկեղեցու դեմ սկսեց Ոմն Փաշազադե, որը իբր թե հռչակված է Ադրբեջանի մուսուլմանների, ինքը պաշտոնապես կոչվում է Կովկասյան մուսուլմանների առաջնորդ, չնայած Կովկասի հետ ընդհանրապես կապ չունի։ Այսինքն սրանց պասով, թեթև ձեռքով սկսել է այս արշավը։ Սա պատճառներից մեկն է, բայց կան նաև այլ պատճառներ։ Պարոն Մանվելյան, իսկ չի դիտարկվում, ասենք, փորձագիտական շրջանակում են դա հնարավոր վարկածը, որ սահմանադրության փոփոխությունը կարող է լինել այս ֆոնի վրա, այսինքն եկեղեցու գործերին չմիջամտելու դրույթներին միտված լինի, որի ընթացքում նաև հենց հռչակագրին հղումը վերացվի եւ այլն, սա էլ սահմանադրական որոշակի փոփոխությունների համար արվի։ Նայեք, խնդիրը հետևյալն է, գնալ սահմանադրական փոփոխություններ նշանակում է գնալ հանրաքվեի։ Հանրաքվեի գնալ իրենք չեն կարող, որտեղ իրենք վստահ են, որ իրենք չեն կարող ըստ գործող սահմանադրության հանրաքվեի պահանջներով հանրաքվեի իրականացնել։ Իրենք կտապալեն այդ հանրաքվեն։ Սա է, իրենք վախենում են գնալ սահմանադրական փոփոխություն, այսինքն հանրաքվեի գնալ վախենում, բայց իսկապես դուք ճիշտ եք ասում, եթե իրենց հաջողի սահմանադրությունը փոխեն, իրենք բոլոր այս կետերն կհանեն եւ եկեղեցու դրույթ որպես ազգային եկեղեցի կհանեն եւ այլն եւ այլն։ Որտեւ նայեք, իրենք իրականում կատարում են մի շարք եւս հերթական պետական հանցագործություն։ Ըստ սահմանադրությամբ եկեղեցին անջատ է պետությունից 8-րդ կետի համաձայն սահմանադրության եւ միջամտել եկեղեցու գործերի պետությունը իրավունք չունի, ինչ իրենք ակտիվ կերպով իրականացնում են, որտեղ սա իրենց գործը չէ։ Հայաստանյան առաքելական Սուրբ եկեղեցին ինքը միաբանություն է եւ միաբանության ներքին գործերը լուծում են միաբանության ներքին կանոնադրության կամ եւ այլն, այդ ըստ կանոնների։ Այլ կառույց չի կարող խառնվել, ասել, որ ես այսպեսին եմ եւ այնպեսին, կամ այսպես կոչված իրենց կեղծ դրույթը եկեղեցին վերադարձնենք ժողովրդին։ Եկեղեցին հաշվետու է Աստծո առաջ, այլ ոչ թե ժողովրդի։ Եվ հենց այս համակարգում է որոշում այդ միաբանության ներքին գործերը։ Դա մա խառնվել էս ամենի մեջ, սա նորից սահմանադրության հերթական անգամ խախտումն է։ Բայց այստեղ կա նաև երկրորդ մասը այս ամենի, որի վրա ես ցանկանում եմ ձեր ուշադրությունը դարձնել, սա Հայաստանի շուրջ վերջին շրջանում ստեղծած բավական ծանր աշխարհակահաղական իրավիճակն է, որից փորձում են մեզ շեղել։ Եթե հիշում եք, բառացիորեն 2 շաբաթ առաջ ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոն դեռ ասաց այն մասին, որ որոշակի խնդրեմ կա Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում կապված Սյունիքի հետ, այո։ Դրա մասին նաև նույն ժամանակ խոսեց Ռուսաստանի պաշտպանության նախարար Բելաուսովը, ելի շեշտելով Սյունիք բառը։ Այսինքն հասկանում ենք, որ Սյունիքի շուրջ կա որոշակի լարվածություն, որը ստեղծում է Ադրբեջանը, եւ հենց այս խնդրից շեղելու համար նորից իրենք սկսում են այս Արցախի, կներեք, եկեղեցու նկատմամբ այս արշավն են սկսում։ Այսինքն մի քանի նպատակ են հետապնդում։ Առաջինը սիրաշահել Ադրբեջանին եւ Թուրքիային, կազմալուծել եկեղեցին կամ նույնիսկ տարբեր բաներ կա, օրինակի համար իրենք ունեն կաթողիկոս իրենց տեխնացուն, օրինակի համար դա Կոստանդնուպոլսի պատրիարք Մաշալյանն է, որը վայելում է Էրդողանի, ասենց ասեմ, համակրանքը եւ որը հնարավոր տարբերակներից մեկն է, ոչ կարող եմ հերքել, ոչ կարող եմ հաստատել դա, բայց դա էլ հնարավոր տարբերակներից մեկն է, այսինքն նշանակել մեկին, որը կլինի իրենց ենթական, հեռացնելով գործող կաթողիկոսին։ Բայց կան, ինչպես նշեցի, երկրորդ եւ երրորդ խնդիրներ, դա առաջին հերթին, որպեսզի Աշտանը կարողանան ստորագրել հայտարարակ փաստաթուղթը կապիտուլյացիոն կոչվող, եւ երկրորդը, որպեսզի կարողանան Սյունիքի շուրջ ստեղծած լարվածությունից ժողովրդին շեղել, իբր թե ներեկեղեցական այս խնդիրներով։ Պարոն Մանվելյան, հստակ արդեն նկատվում է ժողովրդի մեջ հասարակությունը այսպես անտարբեր չի, բայց առաջինը, որ նախաձեռնեց եւ այսպես ավելի կազմակերպչական հունի մեջ դրեց, որ անհրաժեշտ է եկեղեցու կողքին լինել եւ աշխարհականները պիտի ըստ էության իրենց հավատը
պահեն, ոչ թե եկեղեցին պիտի կոչ հնչեցնի մեկ անգամ եւս, հայաքվե նախաձեռնություններ։ Ուզում եմ հասկանալ այդ ձևակերպումները հայտարարություն տարածեց դեռ օրեր առաջ։ Ինչի մասին է խոսքը, ինչպես կարելի է համակարգված եւ մի քիչ ավելի այսպես հանդարտ էմոցիոնալ այս հարցերին մոտենալ ու քայլերի ինչ հաջորդականություն է նախաձեռնում հայաքվեն։ Նայեք, դեռ մի քանի օր առաջ երբ որ մենք քննարկում ենք այս իրավիճակը, մեր համար արդեն պարզ էր, որ այս արշավը պատահաբար չի սկսվել եւ այն ինչ որ մի օր չի կանգնելու, որ այն լինելու է ցավոք սրտի շարունակական, նպատակն է լինելու վերջի լարվածություն ստեղծել եկեղեցու շուրջ եւ եկեղեցու ներսում եւ փորձել, այսպես ասած, հեղաշրջման միջոցով իրենց մարդկանց նշանակել կամ ընդհանրապես քանդել այս վերջին, ասենք ասեմ, միջնաբերդ են բաստիոնը, որը շուրջ կառուցված է մեր ազգային ինքնությունը եւ մեր հոգեվոր անվտանգությունը ոչնչացնել, որպեսզի հայ ժողովրդի դիմադրողականությունը վերջնականապես ոչնչանա, այսինքն Արցախի անկումից հետո եւ այն ստորացումներից, հողերի հանձնումից, Ադրբեջանի արդեն Հայաստանի տարած ներխուժումից հետո բանակը քանդման այս գործընթացին զուգահեռ նաեւ քանդել վերջին մեր միջնաբերդը, դա հոգեվոր մեր ամրությունը եւ հայաստանյան առաքելական սուբյեկտին է։ Այս վերլուծությունը երբ մենք այն ժամանակ արեցինք, բարձ դառնանք, որ այս մարդիկ կանգ չեն առնելու եւ շարունակաբար սրելու են իրավիճակ, որտեղ դա իրենց ձեռնատու է։ Իրենք միանշանակ դրանից փորձում են շահված դուրս գալ եւ եթե իրենք էսից հետ կանգնեն եւ հետ քայլ անեն, ապա սա իրենց համար որպես պարտություն կգրանցվի։ Դա համար իրենք պարտվել չեն պատրաստում, հետաբար թքած ունենալով ամեն ինչի վրա շարունակաբար գնում, որովհետև նայեք, նորից եմ կրկնում, խնդիրը դրանց է իրենց իշխանության մնալ չմնալու հարցը։ Իրանք հասկանում են, որ իրանք կարող է մի տարի հետո զրկվեն այս իշխանությունից։ Հետաբար այս իրավիճակի սրումը իրենց շատ ձեռնատու է։ Հենց այս վերլուծության արդյունքում էլ մենք եկանք այն եզրակացության հայաքվե ազգային քաղաքացիական միավորումը եկավ եզրակացություն, որ հարկավոր է իսկապես եկեղեցին կարիք ունի պաշտպանության։ Եվ այս պաշտպանությունը իրականացնելու համար շատ կարևոր է, որպեսզի նաև ոչ միայն ուղղակի ասենց ասեմ հայտարարությունը տեսքով լինի, այլ ուղղակի ֆիզիկական պաշտպանության, որտեղ իսկապես կարիք կարող է լինի վաղ գնալ եւ մայրաթոռը շրջապատել պաշտպանելու համար ամեն տեսակի բաշիբոզուկներից, թավթափուկներից, այս այլասերված տարբեր հերձված աղանդավորներից, որոնք բացառված չէ, փորձեն կազմակերպված կերպով, գիտեք, այստեղ տարբեր տարբերակներ կարան, չեմ բացառում վաղ փորձեն ուժայիններին ուղարկեն քաղաքացիական հագուստով նմանատիպ, ասենք թե կեղտոտ արարքների համար։ Հետևաբար այս եզրակացության արդյունքում մենք եկանք նրան, որ պետք է իսկապես եկեղեցին պաշտպանության, հատկապես մայրաթոռը վերարանը պաշտպանության կարիք ունի։ Եվ հենց այդ հայտարարությունը արեցինք։ Նայեք, սա որոշակի մոբիլիզացման կարելի ասել կոչ է մեր կողմից հնչեցված։ Եվ անկախ քաղաքական ուղղվածություններից, քաղաքական հայացքներից, անկախ ամեն տեսակի քաղաքական կողմնորոշությունից մենք մարդկանց ասում ենք եկեք միասին պաշտպանենք մեր եկեղեցին, որովհետև սա մեր եկեղեցին է։ Իսկ ինչպես պիտի անել, որպեսզի նորից այդ արձագանքելու միայն հետո արդեն ինչ որ եղած իրավիճակին որպես արձագանք չլինի։ Այսօր արդեն հնչեց հստակ, որ քաստինգ են իրականացնում, ինչպես սոցիալական ցանցերում նշվում է հիմնականում այսպես աղանդավորների, որովհետև Ռուբեն Մելիքյանը շատ հստակ ընդգծել էր, որ մեր եկեղեցու, այսինքն այն մարդկանց, ովքեր իրենց համարում են հայ առաքելական եկեղեցու հետևորդ, այդտեղ նշել էր որոշակի ինչ որ կետեր, բայց դրա մեջ չկար, ովքեր որ մասնակցում են պատարակներին պարբերաբար, այսինքն հստակ սա առաքելական եկեղեցու հետևորդների մասին չի խոսքը կամ միայն նրանց մասին չի։ Այսինքն ինչպես պիտի անել, որ իրենցից հետո չարձագանքել, այլ կարողանալ պաշտպանել իրական։ Նայեք, շատ կարևոր հարց եք տալի։ Խնդիրը հետևյալում է, ասում եք, մենք սովորական թշնամիների հետ գործ չունենք։ Սրանք բավականին այլասերված մտածելակերպի տեր, բավականին գարշահոտ անձնավորություններ են։ Եվ փորձել հասկանալ թե սրանք ինչ քայլերի կգնան, այսինքն ցանկացած նորմալ մարդու համար կան որոշակի կարմիր գծեր, բարոյական որոշակի սահմաններ, որոնք մենք երբեք մեզ ցույց չենք տա խախտել, որովհետև դա գալիս է մեր դաստիարակությունից, մեր բարեկրթությունից եւ այլն եւ այլն։
Բայց այս մարդիկ չունեն տենց կարմիր գծեր։ Նորից եմ գրում, մենք գործ ունենք բավական սրբապիղծ եւ անբարո անձանց հետ, որոնց կարմիր գիծը սեփական լափամանն է։ Հիմա իրանք հասել են, երկու ձեռով բռնել են այդ լափամանից, երկիրը դարձել են կոռուպցիայի կենտրոն եւ խոշոր կոռուպցիոն ծրագրերի, ասենց ասեմ, իրականացող եւ իհարկե չեն ցանկանում այս ամեն ինչից հեռանալ։ Եվ այդ ամեն ինչից չհեռանալու համար իրանք պատրաստ ամեն տեսակի պիղծ քայլերի։ Մի կարծեք, թե այս մարդիկ սովորական նորմ, այսինքն մենք ձեր հետ միասին չեն կարող հասկանալ, թե իրանք ինչ անբարոյական հաջորդ քայլը որը կլինի, որովհետեւ մեզ թվում է, թե սա չի կարող անել, որովհետեւ սենց բան չի կարող լինի, չի կարող երկրի վարչապետի աթոռին գանված անձը օրինակ հայհոյի, չէ՞, մեզ թվում էր, թե դա անհնար բան է, ով էր ուզում։ Բայց հիմա այդ մարդիկ այդպես խնդիր չունեն։ Ամենակեղտոտ հայհոյանքները կարող են տան։ Թվում է մենք մեծացել ենք մի հասարակության մեջ եւ թվում է որ չի կարող ասենք թե տղամարդը կնոջը հայոյի կամ կինը տղամարդուն կամ ընդհանրապես հայյանքով խոսալը համարում է շատ վատ բան, նույնիսկ երիտասարդ տղաների շրջանում։ Բայց հիմա սրանք այդ ամենը բերել են առաջին գիծ են հասցրել եւ այս իրենց անբարոյ այս երևույթ իրանք փորձում են ներքաշել հնարավորինս շատ մարդկանց խափելով, կեղծելով խոսքի ազատության անվան տակ, կեղծելով իբրև ժողովրդավարություն անվան տակ, իդեպ նկատում եք, չէ՞, ժողովրդավարության թեման ինչքան է շահագործում այն դեպքում, որ մենք շատ լավ հասկանում ենք Հայաստանը տիպիկ արագ գնացող ավտորկրատ պետություն է, ավտոկրատիկ պետություն է, որը բավականին գնում է նաև դեպի դիկտատուրա։ Եվ հենց այս ամենը հաստատելու համար նրանք փորձում են քանդել այն բարիերները, որը ասենք մարդուն տարբերում է անասունից, այսինքն մարդկանց անասունի վերածելու գործընթացի մեջ են ուղղված իրենք եւ իրանց հետևից փորձում են ինչ-որ խմբեր տանել։ Սա էլ նկատենք էլի հանուն անկեղծության, որ իրանք նախկին ուժը չունեն։ Բնակչության ճնշող մեծամասնությունը իրանց չի աջակցում։ Իրանք ունեն ֆանատների կամ ասենց ասեմ հերձված աղանդավորների կամ ինչպես ժողովրդն է սիրում ասում զոմբիների փոքր խմբեր, բայց լուրջ քաղաքական այսինքն աջակցություն բնակչության մեջ ոչ միայն քաղաքական, սոցիալ-տնտեսական ոչ մի տիպի աջակցություն չունեն։ Եւ իրենք փորձում են այս աջակցության բացակայության պայմաններում արհեստական կերպով ներքին լարվածություն ստեղծեն, տանելով հասարակությանը պառակտմանը, որտեղ հասարակությանը որպեսզի չմիավորեն, որտեղ նայեք, այս իրավիճակը բերել է նաեւ, որ ահռելի հասարակության մի հսկայական կամ ճնշող մեծամասնությունը ուղղակի ատելով ատում է սրանց։ Եվ հանուն սրանց քշելու գաղափարի շուրջ պատրաստ են նույնիսկ իրար հետ համագործակցել նույնիսկ այն խմբերը, որոնք թվում է թե իրար հետ չեն կարող նույն սեղանի շուրջ նստել։ Այսինքն որպեսզի այս իրավիճակը քանդեն, իրենք հիմա սկսում են այս արարը նպատակն է եկեղեցին քանդելու, այսինքն թույլ չտալ համար որ հասարակությունը միավորվի։ Ես չգիտեմ իրենց ով է խորհուրդը տվել, ովքեր են իրենց խորհրդատուները, բայց իրենք բավականին վտանգավոր, հենց իրենց համար վտանգավոր մի սահմանի են հասել, որը կարող է նաև շատ ծանր իրենց համար վերջաբան ունենալ։ Բայց իրենք նորից եմ կրկնում, քանի որ իրենց մտածելը դժվար է հաշվարկել, քանի որ նորից եմ կրկնում, գործ ունենք բավական անբարո եւ սրբապիղծ անձանց հետ։ Բայց համաձայն եք, որ այլևս հետ քայլի տեղ կարծես չմնաց վերջին, այսպես գրառումով, երբ արդեն այդպես որոշակի ինչ-որ խումբ է ստեղծում նախաձեռնող եւ այլն, այստեղ այդ քաստինգը հայտարարեց առաջին 10 հոգուն անձամբ պետք է որպես ավելի այսպես բարեպաշտ քրիստոնյա հենց ինքը ընդգրկի, սա ինչ է նշանակում, այլևս հետ քայլ անելու տեղ չի մնացել։ Չէ, պետք չի թերագնահատել իրենք ամեն պահի կարող են եւ հետ քայլել անել եւ ավելի սրեն իրավիճակը, եկեք չթերագնահատենք այս անձանց։ Իդեպ նկատենք, որ մեր Հայաստանյան առաքելական Սուրբ եկեղեցուց է խոսում միած, որը գաղտնիք չէ, բոլորս է գիտենք, ինքը աղանդավոր է, հայտնի կյանքի խոսք աղանդի անդամներից է, եւ վերջերս երբ որ Միացյալ Նահանգներում էր, կարծեմ չէ, այնտեղ հանդիպել էր նույնիսկ այդ աղանդի ղեկավարի հետ։ Հետևաբար, երբ որ այս աղանդավորները խոսում են մեր եկեղեցուց, հասկանալի է, չէ, որ իրենց նպատակը որ իրենք ընդհանրապես քրիստոնեության հետ կապ չունեն, հավատի առավելևս քրիստոնեության հետ կապ չունեցող անձինք են, որոնք շարժում են ինչքան շատ ավերենք, ինչքան պառակտենք, ինչքան քանդենք եւ պղծենք մարդկանց, այնքան մեր համար ավելի լավ իրավիճակով։
Այսինքն սա է նպատակը։ Իրենք ասեմ, հայակվեն, երբ որ մենք հայտարարություն ենք արել մոբիլիզացման եւ եկեղեցուն պաշտպանելու, մենք Էջմիածնում ունենք գրասենյակ, բավականին ակտիվ խումբ ունենք Էջմիածնում, մեր ընկերների, համակիրների, համախոհների, հայակվեականների, որոնք արդեն կարելի ասեմ սկսել են այս մոբիլիզացման գործընթացը հենց Էջմիածնում։ Ու ամեն պահի, երբ որ պետք է լինի, մենք նաեւ Երևանից եւ Հայաստանի մյուս քաղաքներից շրջանից ու ոչ միայն հայակվեական, ես համոզված եմ բավականին մեծ թվով մարդիկ, ովքեր համակրում են եւ աջակցում են հայաստանյան ծառայական Սուրբ եկեղեցուն, կմիանան մեզ եւ մենք պետք է ֆիզիկապես կանգնել այո, ես համոզված եկեղեցու եմ, կողքին, որ պետք է ֆիզիկապես կանգնել ու վեհարանը եւ մայրաթորը պաշտպանել ամեն տեսակի սրբապիղծ անձանցից։ Ու նորից եմ կրկնում, ստեղ նաեւ մի գործընթաց է գնում, որոշակիորեն ինքը ուզում է սրել իրավիճակը, տեսնել մինչեւ ուր կարող է հասնել այս իրավիճակը։ Այսինքն սա մի սա փորձություն է հասարակության եւ բնակչության մեծ խավի համար եւ իրենք, ինչպես նշեցի, Բաքվից ու Անկարայից եկած այս արձագանքով փորձում են հայ հասարակության ամրությունը, հոգևոր այս անգամ արդեն բարոյական ամրությունը փորձարկման են դնում, ասենց ասենք, հասկանալու համար թե ինչքան կդիմանանք։ Եվ իսկապես մենք ավելի շուտ մենք ոչ միայն շրջապատված ենք թշնամուն, մեր հենց ցավոք սրտի բավական այսից ոչ շատ հեռու Հանրապետության հրապարակում հենց այդ թշնամիները նստած են եւ փորձում են երկիրը քանդել եւ քայքայել։ Եվ այս գործընթացում իրենք նորից եմ սահմաններ չունեն, բարոյական եւ կարմիր գծեր չունեն, դա համար պետք է իսկապես շատ զգուշ լինել եւ առավելևս պատրաստ լինել ամեն պահի որոշակի գործողություններ ի պաշտպանություն մեր եկեղեցու։ Պարոն Մանվելյան, նաև աշխարհաքաղաքական, հա, մենք ըստ էության նույնիսկ այն թույլ կապերը, որ ունենք մեր դաշնակիցների հետ, այն երկրների հետ, հիմա այս առումով էլ շատ նպաստավոր վիճակում չենք, բացի դրանից նոր խնդիրներ են առաջանում Վրաստանի հետ կապված։ Հայաստանի իշխանությունները Վրաստանի ներքին ընդդիմադիր հայացքներ ունեցող այդպես եւ վատ բավական իշխանությունների նկատմամբ վերաբերմունք ունեցող մարդկանց հետ շարունակում են շատ սերտ համագործակցել եւ շատ հրապարակումներ կան, որ ըստ էության սահմանի այս խնդիրները, որ ունենում են տնտեսվարողները, կապված են նաեւ դրա հետ։ Մենք այստեղ էլ ենք խնդիր ստեղծում։ Հա, մենք մեր արտաքին քաղաքականությունը ամբողջովին խնդրահարության ամբողջովին տապալված է արտաքին քաղաքականության մեջ սրանց միակ գործընկերը Էրդողանն ու Ալիևն են։ Ուրիշ գործընկեր մենք չունենք։ Մենք տապալել ենք բոլոր ուղղություններով։ Ոչ միայն աշխարհաքաղաքական մայրաքաղաքներում ենք տապալվել, դա Վաշինգտոն, Բրյուսել եւ Մոսկվայում։ Մենք տենց է չկարողացանք հարաբերություններ հաստատել նույնիսկ այն մայրաքաղաքներից, ովքեր պատրաստ են մեր հետ աշխատել նույն Թեհրանի եւ Նյու Դելհիի հետ, այսինքն Հնդկաստանը բավականին պրոհայկական դիրքորոշում ունի։ Այսինքն նույնիսկ այս մայրաքաղաքներին մենք ոչինչ չհասանք։ Իսկ ինչ վերաբերում է Վրաստանի հետ հարաբերությունների, ապա իսկապես դուք ճիշտ նկատեցիք, որ սրանք աջակցում են անձանց, ովքեր որ ասենք թե գործող Վրաստանում գործող իշխանությանը կոչում են KGB-ի ագենտներ։ Այսինքն որ ինչ որ մեկը իշխանություններին Վրաստանի կոչում է KGB-ի ագենտ եւ ապա քո երկրի ազգային ժողովի նախագահի աթոռին գանված անձը դրա տակ լայք է դնում, սա որոշակի մեսիջ է Վրաստանի իշխանություններին, որ Հայաստանից որոշակի Վրաստանի իշխանությունների դեմ պայքարող ուժերին աջակցություն կա։ Պարզը սա էլ բերում է, որ մեր տնտեսվարողները այսօր սահմանին խնդիրներ ունեն։ Մեր տնտեսվարողները չեն կարող դեպի Ռուսաստանը արտահանել Վրաստանով մեր ապրանքները եւ այլն, այսինքն բավականին բարդ իրավիճակ է ստեղծել։ Ու այս իրավիճակի նորից եմ կրկնում, հիմնադիրները սրանք են։ Նայ, քանի որ այս հարցը տվեք, եւս մի բան նկատեմ։ 2025 թվականի արդեն 6-րդ ամիսն է, եւ մենք լուրջ տնտեսական խնդիրների ենք բախում ընդհանրապես։ Հայաստանի տնտեսական անկումը բոլոր ուղղություններում ահռելի թվերի է կազմում։ Մեր արտաքին առևտուրը մոտապես 30-ից մինչև 50%-ի անկում ունենք, թե ներմուծման, թե արտահանման առումով։ Մեր արդյունաբերական արտադրական հզորությունների մինչև 20%-ի անկում ունենք։ Այսինքն դա այս պահին չի նկատվում, բայց հավատացեք, առաջիկա 2-3 հատկապես ամիսների ընթացքում հատկապես աշնանը մենք բավական լուրջ տնտեսական խնդիրների ենք բախվելու, իսկ 2026 թիվ ենք մտնելու բավական լուրջ խնդիրներով թե բյուջեի կատարման, թե հարկերի հավաքման հետ կապված։
Այս ամենը եւս մի նպատակ ունի մեզ շեղելու այս սոցիալ-տնտեսական աղետից, որի առաջ մենք գտնվում ենք։ Եվ այս սրանց ղեկավարած պետական համակարգը մեծ արագությամբ մեզ տանում է դեպի նաև սոցիալ-տնտեսական աղետի։ Այսինքն Հայաստանը գտնում է բավական լրջագույն խնդիրների առաջ, թե իր աշխարհաքաղաքական առումով, թե իր հարևանների հետ հարաբերություններով, սրանք պատրաստվում են կապիտուլյացիոն փաստաթուղթ ստորագրել եւ փաստաթղթի ստորագրման համար ցանկանում են զոհաբերել հայաստանյան առաքելական Սուրբ եկեղեցին։ Գտնում ենք տնտեսական խորհրդային խնդիրների առաջ, երկիրը գտնում է ուղղակի տնտեսական անկման շրջանում եւ պլյուս բավական լուրջ խնդիրներ ունենք հենց այն երկրից, որը թեմա չպետք է ունենանք, այսինքն Վրաստանի Հանրապետության հետ։ Այսինքն մարդիկ ձախողել են ամեն ինչ, որ նույնիսկ հնարավոր չէր ձախողել։ Եվ այս ամբողջ ձախողումները փակելու համար, կոծկելու համար իրենք օգտագործում են եկեղեցու ֆակտորը եւ փորձում են այսպեսի հարցակումով բնակչությանը շեղել այն խնդիրներից, ինչի առաջ մենք կանգնած ենք։ Պարոն Մանվելյան, նաև հասարակության մեջ շատ հիասթափության ալիքը տեսանելի է, նկատելի է, չնայած որ դուք շատ անգամ առիթ ունեցել եք խոսել, որ վարկանիշը շատ ցածր է իշխանությունների ըստ էության, նրանց վստահողների թիվը գնալով ավելի իջնում է, բայց այստեղ տարբեր, խմբեր կան, որոնք կախված լինելով աշխատանքի հետ կապված եւ այլն որոշակի տարբեր շարժառիթներով, այդ թվում նաեւ մեծ թվով մտավորականներ, գիտնականներ նաեւ չեն կարողանում հստակ դիրքորոշում արտահայտել կամ ձևավորել իրենց մեջ եւ սրա հետ կապված հասարակության մեջ բավական մեծ հիասթափություն է, որ ժողովրդի հասարակության հայի ամենա մարդկային այսպես ստորին, պահանջմունքները, գծերը ներսում եղածը կարծես ի վերջո իրենց շնորհիվ տեսանելի է դառնում։ Հա, իսկապես, նայեք, այս իրավիճակը բերել նրանց, որ պարզերում է մեր հասարակության շերտավորումը եւ նաեւ պարզերում են մարդկանց դեմքերը, որոնք փոխանակ աջակցեն եւ պաշտպանեն պետությունը, ժողովրդին, մեր եկեղեցուն եւ մեր արժեքները, նախընտրում են լռել։ Ցավոք սրտի մեր մտավորականությունը ցույց տվեց իրեն որպես այս ընթացքում, ոչ բոլորը, բայց ճնշող մեծամասնությունը ցավոք սրտի, որպես անողնաշար, անհայրենիք մի զանգված, որը նույնիսկ հայրենիքի համար այս վճռորոշ ճգնաժամային, կարելի ասել աղետաբեր պահին նախընտրում են լռել։ 2 կոպեկ փողի համար, չգիտեմ, իրենց աշխատանքի համար, այսինքն մենք հայրենիք ենք կորցնում, շատերը մտածում են իրենց աշխատանքի եւ աշխատավարձի մասին։ Ու այս աղետաբերությունը նաեւ ցույց է տալիս, որ մեր հասարակությունը ինչքան անպատրաստ սենց իրավիճակների։ Այսինքն որտեվ տարիներ շարունակ մեզ համոզել են, որ մենք ինչ-որ կոմֆորտ իրավիճակում ենք ապրում, փորձել ենք աճ փակել այն խնդիրների վրա, որոնք եղել են, սա էլ եմ ուզում շեշտել, այս խնդիրը այսօր չի ծագել։ Ոչ է 3, ոչ է նույնիսկ 2018-ին, երբ որ այս Սուրբ Փափեկ ծանձինք եկան իշխանության, սա շատ ավելի խորքային խնդիր է, շատ ավելի երկարատև, երբ որ մեր կրթական համակարգն էր ոչնչացում, մեր արժե համակարգն էր ոչնչացում, երբ որ հայտարարում են, որ ազգային գաղափարախոսությունը դա կեղծ կատեգորիա է եւ այլն եւ այլն, այս ամենը հենց բերել է աղետի, որովհետեւ երբ որ դու արժե համակարգը ոչնչացնում ես, երբ որ դու կրթությունից հանում ես դաստիարակությունը, արդյունքում դու ստանում ես անդաստիարակ արժե համակարգ չունեցող, բարոյական ոչ մի սահման չունեցող սերունդ է ստանում, ոչ մեկ, այլ մի քանի սերունդ, որոնք վերջիվերջո կարող են ցանկացած մարդու բերել դնել իշխանության։ Որտեւ մենք շարունակաբար ժողովրդին ենք մեղադրում, որ սրանք իշխանության, բայց իրականում խնդիրը շատ ավելի խորքային է։ Այսինքն ժողովրդին պետք չէ մեղադրել։ Մենք ունենք այն ժողովրդին, որին մենք ինքներս ենք դաստիարակել, մեծացրել, ասենց ասեմ պահել ենք։ Որտեւ նույն ժողովրդին, ասենք թե մենք հիշում ենք, տեսել ենք 1978 թվականի շարժման ժամանակ եւ տեսել ենք 2018-ին եւ տեսել ենք ինչ ահռելի տարբերություն կար այն ժողովրդի ու այս ժողովրդի միջեւ։ Տարբերությունը ոչ թե ֆիզիկական էր, այլ տարբերությունը այս բարոյական, կրթական, դաստիարակչական որակի մեջ էր։ Այսինքն, որ քո կրթական համակարգից հանվում է դաստիարակությունը, ասում են այ դաստիարակությամբ թող տանես, բայց չէ, պետությունը, հենց պետությունները, մեծ պետությունները, հաջողված պետությունները հենց առաջին հերթին տարբերվում են մյուսներից նրանով, որ դաստիարակության խնդիրը իրանք շատ են կարևորում։ Հատկապես ռազմահայրենասիրական, ուզում հատուկ այդ բառը շեշտեմ, ռազմահայրենասիրական դաստիարակությունը։ Եվ արդյունքում դու ունենում ես մի ժողովուրդ, որը գիտի ինքը ինչ է ուզում։
ինչ նպատակներ է հետապնդում։ Ինքը գիտի, թե ինքը որ իշխանությանը պաշտպան է, որը ոչ, որովհետև ժողովուրդը քո նաև պետք է լինի բավականին քաղաքականացված։ Այսինքն ոչ թե իրանք պիտի ասեն, չէ, գիտեք, ես քաղաքականությամբ չեմ զբաղվում, որովհետև որ դու բերում ես դրան, որ մարդիկ սկսում են զզվել քաղաքականությամբ զբաղվել, քաղաքականությամբ զբաղվել դա չի նշանակում, որ գնալ ընտրություններին մասնակցել սեփական տեխնիկությամբ, բայց պետք է շատ լավ հասկանաս, թե ինչ է կատարում, որ ուժերը ինչ են առաջարկում եւ զրել կարողանաս քաղաքական գրագետ կողմնորոշում անես։ Այո, որ դու զրկում ես այս ամեն ինչին ժողովրդից, տարիներ շարունակ, 30 տարի շարունակ, արդյունքում դու ստանում ես մի ինչ որ զանգված, որի համար կարևոր է իր այս պահի աշխատավարձն է, իր փորը կուշտ լինելու հարցը, հետո պետք չի զարմանում, այդ մասանը հետո թողում գնում է գլենդել, որովհետև այդ փորը կուշտ լինելու խնդիրը, այսինքն որ դե հացնդեկած լոզունգը, որի դեպ նաև սրանց իրաց լոզունգներից մեկն է, գնում են այդ սկզբունքով հաստատվում են այնտեղ։ Բայց նաև մնա այն մարդիկ, ովքեր մնում են, պարզվում որ նրանք էլ ոչ մի արժեհամակարգ չեն կիսում։ Քո արժեհամակարգ հայկական ազգային բարոյական արժեհամակարգը ընդհանրապես մի փոքր մասն է կիսում։ Հիմա մենք պետք է սա հասկանանք, թե այս ամեն ինչից է գալիս, ոնց ստացվեց, որ այս գարշանքները եկան ու զավթեցին իշխանությանը ու երկիրը տանում են անդադ քանդում են նրա ազգային, արժեհամակարգային, նրա բարոյական դիմել են բարոյական եւ կրոնական համակարգը քանդելուն, միայն մի նպատակ ունենալով ամեն գնով մնալ իշխանության։ Հակառակ դեպքում իրանք բոլորը նվազագույնը ցմա ազատազրկման, ասենց ասեմ, ապագայի դատապարտյալները։ Շնորհակալ եմ շատ բան։ Ես եմ շնորհակալ հրավերքի համար։ Սիրելի հեռուստադիտող, հայկական երկրորդի եթերում պրոֆակտն է։ Մենք ամեն անգամ խոսում ենք, գալիս ենք մասնագետների հետ քննարկելուց, հասկանում ենք, որ բավական ծանր իրավիճակում ենք։ Այսօր երևի ամեն ինչից ավելի մի քանի անգամ ավելի մեծ խոշորացույցով ենք տեսնում այն, երբ 2021-ին ընտրություններից առաջ նշում էին, որ եթե ձեր ձայնը տակ պարտված իշխանությանը, պարտվածներին, ինչ կլինի Հայաստանում, Կապանում ադրբեջանցի ոստիկանը ձեզ կկանգնեցնի, այդպիսի սոցիալական հոլովակներ կային, ես շատ լավ հիշում եմ, հետո Սևանում ձկնորսությամբ զբաղվողներին ձուկը կվերցնեն եւ չեք կարողանա դուք ինքներդ ձեր ձուկը վաճառել, այս ամեն ինչին հասանք, բայց այդտեղ մի ամենասարսափելի կետը կար, որը վերաբերում էր հայրաքաղաքին, Գյումրիին, երբ գախնի որևէ խցում մկրտություն էին անում եւ այդ օրը որոշում կար խաչը ամենափրկչի վրայից Գիտեք, տպավորություն է, որ վատ անընդհատ ինչ-որ վատատեսական արտահայտություններ ենք մենք անում վախեցնելով, բայց իրականում հիմա մենք հասել ենք այս կետին և հիմա արդեն երկրի ղեկավարի շուրթերով հայտարարվեց, այն սարսափելի մարդկանց խումբը, ովքեր որ պիտի գնան ու պիտի պատրաստ լինեն տանելու առաջին քարը դնեն այդ պայքարի ճանապարհին, Հայաստանում վերացնելու քրիստոնեությունը, ինչ անունել տակ, հիմքը և մեխը հենց սա է։ Շնորհակալ եմ, որ հետևում էիք մեզ։ Պետական հանցագործները կարող են խուսափել պատասխանատվությունից, եթե իշխանություն են կամ եթե չկա պետություն։